Ես ես հիշեցնեմ, որ Թրամփի ստորագրած օրինակ Սաուդյան Արաբիայի հետ $100 միլիարդ զենքի զինամթերքի գնելու պայմանագիրը օրենքը արեց 2017 թվականին։ Մինչև հիմա մի ցենտ չի գնացել, չի եկել։ Բայց 100 միլիարդը էդի տենց հիշում եք, որ գնացել էր դանակներով պարում էր, բան, տենց հիշում։ Այսինքն թղթի վրա են։ Ինքը թղթի վրա է, ինչպես նաև տրիպնա թղթի վրա, որտեղ որ գրած է, որ ինքը ոչ մի պատասխանատվություն եւ ոչ մի դիվանագիտական նշանակություն, вообще ոչ մի բանի մասին է։ Ինչ վերաբերվում է 200-400 միլիոնը, որը պետք է գնա այդ բանին։ Դա գրանտային ծրագրերի համար։ Ի սկզբանե այդ Սոկոլովի թեման եղել է Տրանսկասպիան։ Տրիպը ձգի ականջներից բերել են հետո։ Երբ որ հասկացել են, որ ոչ մեկ ներդրում չի անելու այդ բանի մեջ, այդ 42 կիլոմետրի մեջ ընդհանրապես ոչ մեկ։ Երբ որ հասկացել են, որ Իրանում իրանք պարտվել են եւ շանս չունեն իրանք ջախջախելու Իրանը նենց որ են չշնչենել, իսկ Իրանին սարքել թշնամի, հետո բերել 75 կիլոմետրն ու առնվազն Հորադիսից մինչև Մեղրի, էլ չասեց, որ ընդ մինչև Օրդուբադ պլյուս էլի մի 100-120 կիլոմետրի մասն է խոսքը գնում։ Բերել ընենց, որ 1000 Արաքսի հարավային ափից կարած ռագատկով խփես այդ ճանապարհին, շատ բան չեմ ասում, միջնադարյան բալիստայով կամ տրեբուշետով ճանապարհը ապականես, հա։ Հույս ունենալ, որ քեզ Իրանը թույլ կտա, որ դու այդ ճանապարհը առոք-փառոք կօգտագործես, դա պետք է լինես հիմար կամ Տրամփ, ինչը նույն բանն է։ Չի լինելու այդ ծրագիրը, բայց գրանտ կարելի է դուրս գրել, մանավանդ եթե հարիվ հայերին կարելի է տենց բան անել, կուտը տալ։ Գումարն էլ տենց մեծ չի, 200 միլիոնը, որտեվ ժողովուրդ, իհարկե մեզ դեսպանատունը նայում է, դեսպանատունը գիտենք, որ մեզ նայում է։ Դեսպանատանը աշխատում են պատկառելի մարդիկ, որոնք դեռևս չեն կորցրել խիղճը եւ մտածելու ունակությունը։ Իրանք լավ հասկանում են, որ երբ որ մենք ասում ենք, որ եղբայր Մեղրի տարածաշրջանում, եթե դու ուզում ես երկաթգի գցես, դա առնվազն 4-ից 5 միլիարդ դոլարի մասին է խոսքը գնում ու միանավակ այդ OPEX, որը առանց բան չի, առանց CAPEX-ի, այսինքն դու այդքան պետք է մոտավորապես 2-3 տարին մեկ ծախսես, որ այդ ամեն ինչը աշխատի։ Դու ինչ ես այդտեղով տանելու բերես, որ քեզ մոտ 2-3 տարին մեկ 2.5 միլիարդը արդարացվի։ Որտեղ այնտեղ անվտանգություն անդե, սեյսմիկ կայունություն անդե, էկոլոգիա անդե, բաները, մաքսատները պետք է աշխատեն, հազարումի աշխատող պետք է լինի, դու անվտանգություն պետք է ապահովես, նաև այն պարագայում, որ հարավում մեկ է տեսար կրդերը ապստամբեցին, այդ ամեն ինչը մի գոտ թիվա է, թիվա, ինչ ես տանելու բերես, որ դա արդարանա։ Այն բլեֆը, որ թուրքմենական գազը Կասպից ծովի տակով կբերեք, այդ կտանեք Եֆրեմովին կպատմեք, չկա այնտեղ գազ դուրս բերելու, չկա, Տրանսկասպիան ոչ մի ապրանք չկա, գոյություն ունի իդեա ֆիքս, որի մասին բազմիցս ասել եմ, մի հատ էլ կասեմ, Զբիգնև Բժեզինսկի, որին շատ հարգում եմ, որպես մարդու, ով շատ տուժված է Ռուսաստանից, Ռուսաստանը ատելով ատում էր, մարդ, ով Ռեյգանի ժամանակ սկսեց գծել ճարտարապետությունը սովետական միության փլուզման։ Ինքը լեհ էր, ինչը նորմալ է, որ ինքը Ռուսաստանի դեմ է։ Ինքը շատ լավ պատկերացնում է, ինչ է Լիտվան, ինչով է շնչում Լիտվան, Բելարուս, Ուկրաինան, ինչով է շնչում Ռուսաստանը Սմոլենսկից մինչև կարող է Մոսկվա, բայց այդ մարդը ցավոք սրտի տարբեր պատճառներով այդ թվում մեծամտության, քանի որ կարդացել եմ, ընդհանրապես չի հասկանում Վրաստանը ինչ է, Հայաստանը ինչ է, Կենտրոնական Ասիան ինչ է, ինչով է շնչում արտաշնչում այդ տարածաշրջանը, ով ասեց, որ դուք կարաք տենց այդտեղ ձեր վարդագույն էրոտիկ ֆանտազիաներով հարցեր լուծեք, այս մարդու գրքով, այսինքն քանի որ այդտեղ էլ երևի, չգիտեմ, Ամերիկայում երևի մնացել են այդ մի քիչ բանի տակ, ժողովուրդ դուք չեք պատկերացնում այնտեղ ինչա, այդ ձեր պատկերացումները Կենտրոնական Ասիայի մասին, որ դուք կգաք կմտնեք, կառաջարկեք առևտուր, բանը, տենց Տրանսկասպիանով կտանեք, կբերեք, չէ, ընկեր, այդ բանը չի, ոչ էրինա, ոչ գուրոննա, լիճա, որը տարեկան մի մետրի չափ իջնում է, այնտեղ բնապահպանական աղետ է, Այնտեղ առալիծովը վերջացել է,
Այնտեղ են ինչ որ դուք պատկերացնում եք, որ պետք է բերեք վերջանումը։ Այնտեղ հետաքրքիր բաները Ալմա-Աթայում են։ Դուք Ալմա-Աթայից մինչև Կասպից ծով բերեք, ձեզ ավելի հեշտ է դուք Ալմա-Աթայից տանեք Սինխուանով հանեք բան, Շանհայ, Չինաստանով բերեք։ Հասկան, այդ մարդկանց մոտ պատկերացում չկար, այդ մարդիկ քարտեզը վերցնում են, այն ինչ որ կոչվում էր մեր բաներում, դպրոցական ժամանակներում, քաղաքական քարտեզ։ Այդ քարտեզների վրա որ ռելիեֆ չկա, ուղղակի երկրների գույներն է գրած։ Այդ նույն հիմար մարդիկ Ամերիկայում շարունակաբար Հայաստանը տանում մտցնում են Կենտրոնական Ասիայի հետ։ Կորպորատիվ մարքեթինգային ծրագրերում քանի անգամ բացատրել եմ։ Հա, որ ասում են մի հայհոյի, ասա հարգելի բարեկամներ։ Հարգելի բարեկամներ։ Ուրեմն Հայաստանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները կրիտիկապես տարբեր են նույն մարքեթինգի տեսանկյունից։ Այն ինչ որ մենք եվրոպական երկիր ենք, նրանք իսլամական թուրքական։ Դուք չեն կարող հասկանալ, որ տարբեր է։ Չէ, այն ինչ որ ձեզ հարմար է, դա ձեր անձնական խնդիրն է։ Ալաբամում է հարմար է, որ հերը աղջիկա հետ քնի։ Հարմար է, ուրիշ կնանիք չկա, աղջիկա հետ է քնում, բայց դա ձեր անձնական խնդիրն է։ Հիմա նույն բանը փորձում են անեն, փորձում են անասունի պես տանում Հայաստանը կծում են Կենտրոնական Ասիային։ Արա չի կծվում։ Մենք տարբեր ենք, ատարժենիա է, դուք հերթական ցեղասպանություն եք կազմում, ես արդեն չգիտեմ ոնց բացատրեմ դրանց։ Իրանք կազմակերպում են հերթական ցեղասպանությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, Տրամպը, Կուշները, այստեղի բաներն են, գլուխներն են որ մտնի։ Դու չես կարա տանես կծվես թուրքական աշխարհին, մնաս իրանց բգին ոսկոր ու մնաս կենթանի։ Հələ չի լինում, քեզ կկոտորեն հետո։ Հասկացանք մարդը իսի կուլում հերձանիվ քշելով կայֆ է ստանում։ Բայց ասում եմ չենք կարող հանրակրվե անել հարցի շուրջ, որ այս պահին Դակ իրանից ոչ մի բան չունի այդ հարցը։ Դակ էլի է հարցը գոյություն չունի, բայց չպետք է նաև հարցը գոյություն ունենա, որ դու թուրքական աշխարհում ես։ Որը չկա այդ հարցը, դուք հասկանում եք այդ հարցի պատասխանը ցեղասպանությունն է։ Չես հասկանում որ իրանք ռոմանտիկ են, մի քիչ դեգեներատ են, մի քիչ փողին կարոտ են, մի քիչ գրզոյի հետ շատ են շփվում, որ ամեն տեղից փողաբրնում, իրան մեկ է արժանապատվություն երևի չունի թուրքերի շփվելու հետ կապված։ Բայց ձեզ մեկա կոտորելու են արա։ Լավ ձեզ չէ, դուք թռնելու եք, ձեզ ոչնչացնելու են հետո, որպես բոմժի առանց երկիր ունեցող մարդու։ Բայց ինչ եք տանում այս երկիրը գտնում պատերազմի մեջ։ Հիմա չի ասենք 5 տարի հետո, 6 տարի հետո, 1000 անգամ համոզվել եք, չէ՞ որ թուրքերը 100 ամյակով են հարց լուծում։ Իրանք 100 տարվա պլաններ ունեն։ Որպեսզի այդպես չլինի, ինչ է պետք անել։ Ձեր լուծումը։ Այս պահին կանչել Կուշներին, ասել հավքվի ու Սիկտիվկար եղի ստեղից քո պրոյեկտով։ Բայց ասում են այս պրոյեկտը փրկությունն է։ Այդ պրոյեկտը փրկությունն է թուրքական աշխարհի, միևնույն ժամանակ Հայաստանի ոչնչացումը։ Սա այս պրոյեկտը նույն բանն է, եթե Զելենսկին ասի դեկրամատոր Սլավենսկը վերցրեք, դե լավ Զապարոժյան էլ վերցնում եք, վերցրեք, ջան դամագյոր։ Լրիվ նույն բանն է։ Արա նոյեմբերի 9-ի թուղթն է, ինչ եք ուզում, Պուտինի կաշիլոկն է գալի ձեր մոտ։ Պուտինի կաշիլոկը գալիս է ձեր մոտ, գոհ շնորհակալ գնում է, ինչ եք ուզում։ Ախր բացի ամեն ինչի, ինքը մեկա չի աշխատելու, հասկանում եք։ Հիմա այս նման մի բանի, ես ինչի միշտ ծիծաղում, որ ինձ սկսում են տենց շուր բանով ոգևորված պատմել։ Ոնց որ մեկը ինձ գալիս է, ասում է, դե փիղը համ ձուկ է, համ թռչուն։ Համ խռիկ ունի, համ թև ունի, բայց փիղ է։ Ու մենք այտենց կենթանի ենք անելու, ինքը ապրելու է, բայց բացի ամեն ինչից ինքը ապրելու է տանը։ Կատվի պես տանն ենք պահելու։ Նայում ես ասպես, տղա ջան, ինչ ես ծխում, էլ մի ծխի։ Մի այդ դեղեր էլ մի օգտագործի, դու գալյուցինացիաների մեջ ես։
Որ չի լինում այտենց։ Կան բաներ, որոնք չեն լինում։ Ուղղակի չեն լինում։ Հիմա ինչով է տրիպը այդ փիղը։ Նրանով, որը կասպա փորձում է կպցնել են ինչ-որ իրա չի կպնում։ Փորձում է անել են ինչ-որ ոչ մեկին պետք չի։ Փորձում է ջարդել այն ինչի վրա, որ տարիներով, լավ չասեմ տասնյակ տարիներով, բայց տարիներով աշխատել են Եվրոպայից դեպի Հնդկաստան ճանապարհ։ Ոնց որ Ադրբեջանը սարքեցին, որ Լոնդոնով այդ մարդիկ ովքեր Հայաստան բանը իրենք գիտեն, հա, նույն Դիլիջանը դա Լոնդոն Բոմբեյ բանի տելեգրաֆի գծի կտորն է։ Այսինքն ինքը երկու բան է, երկու պլան է այստեղ։ Պլան, որը կապում է Եվրոպան Հնդկաստանի հետ, եւ դա բազմիցս է, այդ ասենք նույն բանապարտի բաններ, ինքը գնաց Եգիպտոս վերցրեց, դա ուզում էր, այսպես Բրիտանիային էր ուզում կտրել Հնդկաստանից։ Հիմա այդ խնդրեմը չկա, ներքին եվրոպական կոնֆլիկտը չկա, այդտեղ առաջացել է Ամերիկան, որը ծառայում է Իսրայելի շահերին։ Իսրայելին պետք չի, որ Եվրոպան աշխատի Հնդկաստանի հետ, որտեղ այդ պարագայում իր տարածաշրջանը դառնում է անիմաստ, ոչ չէ, անիմաստ չէ, Եգիպտոսն ամենակ շահող կողմը։ Սուեզն է, ուրիշ բան չկա, ուրիշ շահող կողմ չկա այնտեղ։ Հորմուզն է, Սաուդյան Արաբիան է, բանն է, որոնք նավթ ռեսուրս, Կարմիր ծով գալի անցնում է, նավը գնում է դեպի Եվրոպա, օքեյ է դա։ Դա մի մարշրուտն է։ Սյունիքը երկրորդ Սուեզն է։ Այն ինչ որ արանքում է, ոչ մեկին պետք չի։ Իսկ արանքում ստեղ Իսրայելն է, Սիրիան ջախջախված հաշիվ չի բան, այնտեղ Թուրքիան է, որին էլի ոնց թե բա ես, բա դրա համար է Թուրքիան ստեղծել այդ բանը, եկեք Իրաքի հարավից ճանապարհի անունն է տվել, Իրաքի հարավից ճանապարհը Բաղդադով հանեմ, բերեմ Մարդինով, Դիարբեկիրով հանեմ, հայկական լեռնաշխարհով հանեմ, տանեմ, բերեմ Ստամբուլ, Ստամբուլից գնամ։ Մարդիկ նայում են, ասում են լավ օքեյ։ Քարտեզ ունեք տղեկ։ Հայկական լեռնաշխարհ իրոք ուզում եք հարավից ոտ-ոտ մտնեք, հա։ Այնտեղից կյանքում ոչ մեկ չի մտել։ Կյանքում Տավրոսի լեռներով գալ մտնել մոկ, վասպուրական, բարձր հայք, դա հիմարություն է։ Չի աշխատում դա։ Հազարամյակներով չի աշխատել ու հազարամյակներ դեռ չի աշխատելու։ Այնտեղ կան ճանապարհներ, որոնք արտում են ծոպկով։ Որ նայեք, օրինակ այդ առաջի կիսելը, երկրորդ կիսելը Հայաստանի բաները գալիս էին, բյուզանդացի գալին նստում էին ծոպքում։ Այդ ծոպքը հունարեն ասած սոֆենան է, այտենց ավելի հեշտ է, հա։ Են գալի նստում էին ծոպքում պահում էին եւ ծոպքը պահելով նաեւ կարողանում էին ապահովել միջնագետքից դեպի բան տանող ճանապարհների անվտանգությունը։ Հայաստանը ոչ մեկ չէր գալի։ Քսենոֆոբն է մի անգամ եկել, կարա կարթա քսենոֆոբիան առաջացել է նրանից, որ ինքը ոտ-ոտ որոշներ Հայաստանով գնար դեպի Տրապիզունդ։ Գնաց 6-րդ թե 7-րդ դարը, թե 6-րդ դարը, այդպես գնացել է։ Անենց ազդված էր մինչև հիմա քսենոֆոբիան իր անունով։ Կեսը սառել էին, կեսը շոկից բերել էին։ Ուստի ձեր առակը ինչ կցուցանե։ Իմ առակը կցուցանե, որ դուք չեք կարող փղին կարել խրիկ թև ու ասել, որ ինքը տանս կատուն է։ Չեք կարող, չի լինելու դա։ Չի լինելու, կարա լինի Հայաստանի ոչնչացման գնով։ Պատրաստ եք։ Ընդ որում մի քիչ էլ բան է, մի քիչ շատ տենց դրամատիկ էր, տենց չի։ Հնարավոր չի դա։ Ոչ մեկին պետք չի, ժողովուրդ եմ ասում, տրիպի վրա ծախսելուց։ Ասենք $300,000-ից ավել այդ պրոյեկտի վրա ծախսել չի կարելի։ Ուղղակի, որովհետև Ադրբեջանից Նախիջևան տարվող բեռնափոխադրումներից դու լավագույն դեպքում կարողանաս $300,000 տարեկան։ Դրանից ավել գումար չես կարա ծախսես։
Իսկ ինչ վերաբերվում է մուլտիմոդալ փոխադրումներին, որ իրանք կգան, Կասպից ծովի վրա այն անգամ արա դե չինացի կարել են 7 անգամ արեցին, հաշվեցին, տեսան ձեռ չտալ, ինչ եք ուզում։ Ատե դու ձեզ կպատասխանեն հետևյալը, Ադրբեջանը ուզում է, Թուրքիան ուզում են այդ ճանապարհը։ Իրենց Թուրքիան չի ուզում, Ադրբեջանն է ուզում են։ Ադրբեջանը ուզում է, Ադրբեջանը կատարում է Իսրայելի պատվերը։ Ինքը բեռնափոխադրումների վրա ինձ այս ճանապարհը պետք է։ Ադրբեջանը կատարում է Իսրայելի պատվերը, Ադրբեջանին Իրան պետք է որ ինքը Սյունիքը հետագայում վերցնի, ասել եմ 1000 անգամ ոնց, օրերից մի օր։ Մարդը կգնա Իսիկ կուլում կամ Սիկտիվկարում հեծանիվ քշելու։ Կգա մի հատ գնացք, որը կլինի պեչատած, ռուսական, ամերիկյան, Կուշներով, բանով, գնացքը ցենց մեղրից անցնելուց 60 վագոնանոց։ Մի պահ կան կառնի, դռները կբացվեն ամեն վագոնից 25-ից 30 զինված ադրբեջանցի դուրս կգա։ 25 րոպեում կոչնչացնի ամբողջ բնակչությունը, այդ բաներով քաջարանի տունելներով բաներով դուրս կգա քաջարան մոտավորապես 2 ժամվա ընթացքում ու դուք Սյունիքը կկորցնեք։ Որովհետև պետք է լինել բացարձակապես անասուն, որպեսզի թույլ տալ, որը տեղով անցնի երկաթգիծ, որը դու չես կարողանում կանգնեցնես եւ ստուգես վագոն առ վագոն։ Իսկ այդ ռելիեֆը թույլ չի տալիս դու կանգնեցնես 60 վագոնանոց գնացքը, բերես մի քանի գիծ շարես, ամեն մի վագոնը անցկացնես ռապիդ սկանով։ Դու կարաս իրանց այդ շարասունով անցկացնես ռապիդ սկանով, բայց եթե քեզ պետք եղավ, դու ասես 25-րդ, 46-րդ եւ 54-րդ վագոնը քցի այնտեղ չես կարանալու։ Դրա մասին է խոսքը։ Այդ հələ չհաշված, որ եթե դու գցում ես երկաթգիծ, քո մոտ 1 կիլոմետր ես կողմ, 1 կիլոմետր են կողմ, իրավունք չունես ոչինչ կառուցելու եւ ով որ հակառակ բան ասում, կամ Հայաստանի թշնամին է, կամ դեգեներատ իմբիցիլ, որը կյանքում չի իմացել ինչ է նշանակում միջազգային բեռնափոխադրումների անվտանգություն։ Դուք չեք կարողանալու նոր ճանապարհ գցեք դեպի Իրան։ Սրա լուծում կա։ Բերում եք երկաթգիծը, գցում եք դեպի Իրան, թող ինքը այնտեղից ոչ միտեղ չգնա, թող ինքը գա աղարակում կանգնի։ Կամ ցանկալ տարեք թունելներից մեկի դեմը, բերեք այդ գիծը իջացրեք։ Մի հատ երկաթգիծ, այնտեղ ինքը ոչ այնտեղ կարակապած լինի, ոչ այնտեղ։ Բայց այս երկաթգիծը գցում եք, ասում եք 2 կիլոմետր էս կողմ, 2 կիլոմետր են կողմ, ստեղով ոչինչ չի անցնում, ճանճը չի տզում։ Ուզում ես փորի։ Այնտեղից փորի, այնտեղից հանի։ Իրանք է մինչև փորում են, շախտ են փորում ես, արաքսի ջուրը լցնում ես մեջ, ասում ես վայքու, որ խեղդվեն, որովհետև չի կարելի քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, եւս մեկ անգամ ընտրություններ հաղթելու, այն որ ընտրություններից բանա խոսք տվել, դրանից ելնելով չի կարելի ռազմավարական սխալներ գործել, չէ, բազմիցս հայկական պատմության մեջ տեսել ենք, բայց հետևանքներն ենք չտեսել։ Ինչի մորեք ընկել, ինչ եք անում, սուս-փուս լրվեք տեղներ, կոված է ստիպում, ինչի եք կներեք սկիպի դար կսում, դուք ձեզ ու վազում, ոչ մեկին դա չի հետաքրքրում, Ամերիկան իրա պրոբլեմ ունի, ինչի եք բզբզում։ Դե Ամերիկան է գալիս։ Ամերիկան չի գալիս, սրանք որ չբզբզան, Ամերիկան գալիս է։ Սոկոլովը։ Այո, Ամերիկան գալիս է, որովհետև ինքը Սոկոլովը նորից եմ ասում, ինքը ուզբեկ չի։ Ինքը շատ կոնկրետ ազգություն ունի, այդ կոնկրետ ազգության տիտխոսային երկիրը ունի ահռելի մեծ պրոբլեմ։ Կարդացել եք Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի թե Փեզեշքյանի հայտարարությունը, որ ասեցի շնորհիվ մեր հարևանների, որոնք որ բան չարեցին, թույլ չտվեցին, որ մեզ մոտ ապակայուն են։ Խի ձեզ թվում է դա մենակ մենք ենք կարդում, հանդե չեն կարդում։ Էդ է, իրանց էդ է պետք։ Իրանց պայքարը Իրանի դեմ է։ Այսինքն թե այդ Սոկոլովի տիտղոսային երկիրը, թե Սոկոլովի պասպորտի երկիրը, թե Սոկոլովի ֆինանսավորող Պուտինի համար, բոլորի համար Հայաստանի ոչնչացումը գլխավոր բանն է, որտեղ ասենք ինչի համար եվրոպական ստեղ ինչքան է Նիկոլին դուրս չի գալի, ջահանդամը թե դուրս չի գալի, եվրոպական բաստիոնը ստեղի պետք է լինի։ Վրաստանին կառնենք, ի վերջո մուլտի էթնիկ պետություն է, մուլտի կրոն, կեսը իսլամ են դավանում, կեսը չես հասկանում, ռուսական կրոն են դավանում։ Կջարդենք, կլինի հիմա ոնց որ Վրաստանը հիմա կա։ Ադրբեջանը լրիվ բանի ստրուկ է, ուր ուզում ես կարաս
փռես, ինքը բանա շիիտա սունիա ձևանում։ Ինչի ստրուկն է Ադրբեջանը։ Ում ասես, ինքը դասական ստրուկ է։ Ժողովուրդը շիա, ղեկավարությունը սունի, հիանում են Ռուսաստանով եւ Իսրայելով։ Այդպես պետության հետ կարես ինչ ուզում ես անես։ Հայաստանը դեպքում Հայաստանը եվրոպական երկիր է, եվրոպական քաղաքակրթության օջախներից մեկն ախր մենք հելենիստական աշխարհի օջախ ենք։ Երբ որ Հռոմը հելենիստական բոլոր պետություններին կոտրեց, վերջինը Հայաստանն էր մնացել։ Տիգրան Մեծի հետ պայքարը, որ ասենք, դուք որ ֆիքսեք, ասենք, չգիտեմ, 19-րդ դարի ընթացքում Տիգրան Մեծին նվիրված եվրոպական բաներում 18-ից ավել օպերա կա նվիրված, հասկանում եք։ հասկանում։ Այդ սա ուրիշ բան է, ուրիշ նշանակություն ունեցող հարց։ Սա եվրոպական քաղաքակրթության օջախներից մեկն է, որը բավականին երկար ժամանակ փորձել են ոչնչացնել։ Իսկ ինքը գիտի, որ ինքը Ով։ Հայաստանը։ Ես գիտեմ, ուրեմն Հայաստանը գիտի։ Դա էլ է կարևոր։ Հայաստանը գիտի։ Հայաստանը կան դեգեներատներ, որոնք գիտակցումը լինի, երջանիկ են նրանից, որ ճանաչումը գնացել է լինի։ Թուրքի բանում յուրտաների մեջտեղը իսիկյուլում հեծանիվ է քշում, թե ինչն է իր վրա ենք ուրախանում չեմ հասկանում։